Ովքեր են վարչական վարույթի մասնակիցները, նախագծում նշում է, որ վարչական վարույթի մասնակիցների այսպես կողմից ստացված տեղեկատվությունը, որովհետև քանի որ րոպեն ունեմ, առանց շարաշահելու ասեմ, որ վարույթի մասնակիցները ենթադրվում են կողմերը։ Վարույթի հանձնաժողովը միշտ ինչպես եղել է, կամ ինֆորմացիա է ստանվել, այսպես պահանջում է հետի ինձանից առաջ։ Պահանջում է ինֆորմացիա, ստանում է, որը օգտագործում է, կամ ինքը իր գործիքակազմում գալիս է մոնիտորինգերանում մյուս է անում։ Հենց հետաքրքիր է այդ վարույթի մասնակիցների կողմից ստացված ինֆորմացիա։ Ես շատ դեպքում փորձեմ կարճ ցիտել, որովհետև դեպքերը երկար են, գործում պատասխան։ Շատ բարի։ Հարցին պատասխանի հանձնաժողովի իրավական կառավարության պետ Կարապետ Հայրապետյան։ Հայրապետ Կարապետյան։ Բան վարդում վարույթի մասնակիցները համաձայն վարչապետարանի եւ վարչական վարույթի մասնակիցների անձն է ում նկատմամբ հարուցվել է վարույթը եւ վարույթի ընթացքում ներգրաված երրորդ անձինք են։ Դա դեպքում անձը նկատմամբ հարուցվել է վարույթը ակտի հաստատելը Հայաստանի էլեկտրական станցիայի փակbaşնտիրական ընկերությունն է։ Ընդհանուր հարցի տրամաբանությունը հասկանալով միանգամից տեղեկացնեմ, որ հանձնաժողովի աշխատակազմի գնահատմամբ Հայաստանի էլեկտրական станցիայի փակbaşնտիրական ընկերությանը ներկայացնում են եւ ընկերության անունից հանդես գալու իրավունք ունեն ինչպես էլեկտրական станցիայի Հայաստանի էլեկտրական станցիայի փակbaşնտիրական ընկերության գլխավոր տնօրենը, այնպես էլ ժամանակավոր կառավարիչը հաշվի առնելով էներգետիկայի մասնավորինքի համապատասխան կարգավորումները, համաձայն որոնց ժամանակավոր կառավարիչն ասում գործադիր մարմնի ղեկավարի լիազորություն։ Տեսնում եք, արտակարգ խնդիր կա, բայց երկրորդ հարցի երկու րոպեում փորձեմ։ Նախ առաջինը բացահայտ հաղորդակցությունից բազմաթիվ գործընկերոջ կողմից նշված փաստերով եւ կանխատար կարծիք ունեցող եւ քաղաքական թիմի անդամ եւ բազմաթիվ անգամ արտահայտած ինչ պետք է լինի հեծի համարել կողմ էնել այսպես մեղադրվող կողմ, որը ամեն ինչի հետ համաձայն է եւ անգամ տալիս է նյութեր որպես կողմ նկատում ունեն, նրանք տալիս են նյութեր, որտեղ բացահայտ անճշտություններ կան, համաձայն չեն, բայց ելույթում կանադառնանք։ Երկրորդ հարցը վարույթի մեջ նշվեց, որ ընդամենը մեկ գործողությամբ ջնջվել է ԲՀ համակարգը ամբողջությամբ, նախ առաջինը ով է պարզել մեկ գործողությամբ է ջնջվել, թե ոչ, եւ երկրորդը նույն հարցի մեջ է։ Արդյոք գործակալություն է կատարվել եւ այդ մեկ գործողությունը կարող է հիմնավորել։ Եվ մի բան է, եթե մեկ գործողություն կատարող արդյոք պատասխանության ենթարկված է թե ոչ։ Շատ լավ։ Հարցին պատասխանի Մերի Ղազարյանը ֆինանսատնտեսական Ես վարման կարգով շատ բարի, բայց շատ կարգորաման գործընկերեն հայտնի որ շուն վարույթով ներգրավված կողմն եւ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը եւ իր երկու լիազոր ներկայացնել Դավիթ Ղազարյանը եւ Արտուր Հովհաննիսյանը ներկա են։ Նույնպես, այսինքն Կարեն Հարությունյանը որպես գլխավոր տնօրեն երեք ներկայացներ արդեն ներկա է եւ որպես ներշահի բախում դերիչ մնա, քանի որ ես որպես ժամանակավոր կառավարիչ նշանակվել եմ հանձնաժողովի նախագահի կողմից վարույթի շրջանակներում, ապա ես պոտենցիալ հարցադրումներն առաջարկում եմ անել նշված երեք գործընկերներին, ովքեր գլխավոր տնօրենի լիազոր ներկայացուցիչներն են։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Պատասխանից Նախ նշեմ, որ պարզումը, թե ինչպես է իրականացվել ԲՀ համակարգությունը, իրականացվել է 2025 թվականի հունվար փետրվար ամիսներին կատարված ծառայողական քննության որպես եզրակացի եւ պարզաբանում ներկայացված տեղեկանքով։ Դա իրականացվել է հետ ՀԲ-ի անվտանգության վարչության կողմից։ Մեկ գործողություն իրականացնողը, ինչպես ես նշեցի, Կասկադ էներգոյի Ռուսաստանում գտնվող ռուս աշխատակիցն է, որ ընդամենը մեկ ծովկայի սեղմման դժել է ամբողջ համակարգը, թեև ներկայացրել է, որ ըստ էության չի ենթադրել, որ դա նման գործողության կբերի։ Եկեք ֆիքսենք, որ տվյալ հաստատուկը վերահսկողության եւ անվտանգության
ձեւ ստորագրված չէ, գործում այդպիսի փաստաթուղթ չկա, եւ երկրորդը շատ հետաքրքիր է, եթե այլն այսպես երկրկրանքային կամ երկակի ստանդարտներ են կիրառում, ես մի դեպքում շատ ձեռատալի բոլորը հավատում են, որ անվտանգության տնօրինությունը ասեց, մի օգուտ բանուցավ, էլ Ռուսաստանում է, всё հավատացի։ Կարծում եմ հանձնաժողովի համար առնվազն լուրջ չէ, այսպիսի կնդումը մտցնել նախագծին չեն առնում, որ պետք է լիներ քրեական գործ, պետք է լիներ գործակալություններ, որովհետև նույն այդ խնդիրն է, եթե չեմ սխալվում, 40 անձանց ինչ-որ բան է բացվել, սցենարություն է բացվել իրապետելու դրան, մի խոսքով ուզում եմ ամենայն ակնկալով հանձնաժողովի նկատմամբ, ամեն դեպս աշխատակազմը անվճարացնում է, բազմաթիվ այդպես դեպքեր բացել, հիմա հարցս հաջորդ, որ ժամանակով չլրանա։ Նշեցիք, որ անհատացել է 2010-24 թվականի ամբողջ տեղեկատվությունը եւ այնտեղ վերեցիք 70 միլիարդ արդեն ներդրած գումարը, օրել է, չգիտեմ, կներեք, բարերը կարող է հումանիշներ լինել, եթե սխալվում կուսանուղեք, ինչ մեթոդներով կամ ով է ճշտել, ես գոնե եղել եմ այդ ժամանակ իրացման տնօրեն եւ այդ բազայից օգտվել ենք մենք եւ նաեւ հանձնաժողովի հետ աշխատանքում։ Խնդրում եմ ուղիղ պատասխանել, ով է այն սուբյեկտը, որը ճշտել է, կամ այն լիազոր անձը, որը ճշտել է, որ բազայից անհետացել է ամբողջ ինֆորմացիան։ Ես գիտեմ ինչ է անհետացել, դա ելույթի ժամանակ կանրադառնա, էլի նորից թեման անհետացնում է, բայց խնդրում եմ պատասխանել։ Եվ ինչ ապացույց կա, որ ջնջվել է ամբողջը։ Շատ լավ։ Պատասխանում եմ Երազովին։ Իմ կողմից ներկայացված տեղեկանքը ստորագրված է անվտանգության եւ վերահսկողության տնօրենի տեղակալ Բուրնազյանի կողմից, նույն անվտանգության եւ ռեժիմի դեպարտամենտի պետ Հուշյանի կողմից, անվտանգության եւ ռեժիմի դեպարտամենտի պետի տեղակալ Բխիթարյանի կողմից, տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Մակարյանի կողմից եւ ընկերության շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Գասպարյանի կողմից։ Եզրակացությանը գծված են ընկերության մի շարք աշխատակիցների բացատրագրերը, որոնք ստորագրված են իրենց կողմից, այն աշխատակիցների, որոնք պատասխանատու են ԲԱ համակարգի գույքագրման, ԲԱ համակարգի տվյալների արխիվացման հետ կապված, իսկ ինչ վերաբերվում է փաստի ստուգմանը, բացի ներկայացված տեղեկանքից, նշեմ, որ արձանագրել ենք մի քանի դեպք, ներկայացնեմ առաջինը։ 20 թվականի փետրվար ամսին հանձնաժողովի կողմից իրականացվում էր բացարձակ այլ հարցով մոնիտորինգ, որի ընթացքում երբ որ հանձնաժողովին վերապահված օգտատերի հնարավորությամբ փորձ էր կատարվել ստուգել որևէ բաժանորդային քարտում կամ ԲԱՀ-ում առկա տեղեկատվությունները, հնարավորություն եղել տեսնել, նշում եմ 25 թվականի փետրվարին ընդամենը 2 ամսվա տեղեկատվություն։ Այդ ժամանակ հեծի համապատասխան աշխատակիցի կողմից մեզ տրվեց պարզաբանություն, որ միգուցե ձեր համակարգիչը լավ չի աշխատում կամ դուք լավ չեք կարողացել ստուգել։ Դրանից հետո ձեռքի տակ ունենալով արդեն ընթացիկ վարչական վարույթի շրջանակում համապատասխան տեղեկատվությունը, փորձ ենք արել ևս մեկ անգամ մեծ հնարավորություն ընձեռվածով ստուգել, որով որ ընդհանրապես թույլ չի տվել մեզ մուտք գործել նման հավաքած, բացի այդ հարցում է կատարվել շուկայի օպերատորից, որոնք ևս նշել են, որ նման հնարավորություն չունեն, քանի որ բացակայում են տվյալները։ Շնորհակալություն։ Կարճ դիտարկում, իմ 2 րոպեվանու չաստակ նայել դիտարկում։ Ուրեմն, էլի հերթական անգամ գալիս ենք, այսպես մեկ ոստիկանի ցուցմունքին, բնականաբար նորից նույն մարդիկ, նորից երևի չգիտեմ, տենց պետք է, հաճելի է եւ այլն եւ այլն։ Ես ձեզ ասեմ, որպես ինֆորմացիա հանձնաժողովը թող իմանա կարող է ստուգել։ Թողել ընդամենը որոշ դեպքեր ստուգի ժամանակ մուտք գործելու եւ 30 րոպեին մեկ մշտադիտարկում այսպես անելու հնարավորությունը։ Մնացած ամբողջ ինֆորմացիա եղել է դեպքում, ես որպես իրացման տնօրեն աշխատել եմ այդ բազայով, ոչ մի խնդիր չենք ունեցել, այդ թվում նաեւ հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի հետ երբևիցե որևիցե ձեւով աշխատակազմը ինձ չի ասել, հաշվի առնելով որ բոլորը հետ շփվել կհասկացեն։ Այդ թվում նաեւ անդամները, որ սա ուզում են, սա չկա։ Գուցե սա ֆիքսեք, պատասխանը չեն ընդունում միանշանակ եւ այս ամբողջի համատեքստում շատ կարևոր է, որ ասում էինք 1000 անգամ
մեզ որպես կողմ ներգրավել բոլոր մոնիտորինգների ինֆորմացիաները ստուգելու այս հրամանին ասում, որ եւ նիստերը երկար չտևեր, եզրակացություններ լիներ բոլորի կողմից խորագրված եւ այլն, չեմ ընդունում միանշանակ պատրաստ եմ ապացուցել։ Հաջորդ հարցը ընկերությունը դրսևորել է անգործություն կորուստների, թերգրանցումների եւ հավելագրումների վերաբերյալ։ Խնդրում եմ, որպեսզի հանձնաժողովը պատասխանի, ինչպես է դրսևորվել այդ անգործությունը եւ որպեսզի անգործությունը դրսևորվի, կարծիքով պետք է կա վարժություն կատարել։ Ընդհանրապես համեմատել նախկին համեմատել նախկին այսպես աշխատակազմի եւ հուլիսի 21-ից եթե չեմ ստանում, դրանից հետո աշխատակազմի կատարված գործողությունների։ Ես ելույթում կանադառնամ այդ համեմատությունը մոտում հասկանամ եղել է թե ոչ, եւ ինչ է նշանակում անգործություն կորուստների թերգրանցումների հայտնի վերաբերյալ։ Շատ բարի։ Հարցին կպատասխանի Մերի Ղազարյանը, հանեցի։ Անգործության դիտարկումը մեր կողմից որպես արձանագրում պայմանավորված է նրանով, որ բոլոր այն մասնաճյուղերում կամ մասնաճյուղերի էլեկտրական ցանցերում, որոնցում հնարավորություն է եղել վարույթի 4 ամսվա ընթացքում իրականացնել ստուգումներ, բոլորում անխտիր հայտնաբերվել են ինչպես հավելագրումներ, այնպես էլ թերգրանցումներ, բացի այդ, պարոն Ղազարյան, իրականացվել է կորուստների համեմատություն բնականաբար մինչև հուլիս ամիսը եւ հուլիս ամսվանից սկսած։ Եվ դա է այն առաջին ազդակը եղել, որ մենք իրականացնենք նմանօրինակ վերլուծություններ։ Կորուստների համեմատությունով պարզվել է, բացի այդ կորուստների վերաբերյալ առկա են տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների բացատրությունները, պարզվել է հետևյալը, որ եւ հավելագրումները եւ թերգրանցումները եւ կորուստի դրա հաշվին իրականացված կորուստի ցուցանիշների ցածր հանձնաժողովին ներկայացված տվյալները ընկնում են համատարած բնույթ եւ բխել են ընկերության շահերից եւ ունեցել են համակարգային բնույթ։ Համեմատությամբ, եթե դուք նկատի ունեք նաեւ ձեզ ներկայացված տվյալով, որ օրինակ որևէ ցանցում կորուստը աճել է հոկտեմբեր ամսին, միանգամից պատասխանեմ ենթադրելով, որ հաջորդ այդ հարցն է, որ այդ կորուստը ավելացել է ի հաշիվ դրա, որ նախկին 6 եւ ավելի ամիսների ընթացքում իրականացված թերգրանցումները արևային էներգիա արտադրողների, ինքնավար էներգիա սպառողների համար հետ են վերադարձվել իրենց սպառողների շահերից ելնելով։ Դա բնականաբար բերել է հոկտեմբեր ամսի կորուստի ցուցանիշների բարձրացում։ Այսինքն հանձնաժողովի անձնակազմի կողմից իրականացվել է կորուստների համեմատություն մինչև հունիս ամիսը եւ հուլիս ամսից հետո։ Շնորհակալություն։ Փոքրիկ բեկարաբանություն նորից 2 րոպեի մեջ կապված։ Նախ առաջինը խնդրում եմ, որպեսզի հանձնաժողովը չհեղինակազրկի իրեն, իմ կարծիքով, հայտարարելով, որ բոլոր այն տեղերում, որտեղ կատարվել են ուսումնասիրություններ, շատ մեծ հարգանք ունենալով հանձնաժողովի նկատմամբ, գոնե մեկ շրջանային էլեկտրոցանց կա, որտեղ Թումանյան էլեկտրոցանցը, որտեղ ոչ մի բան, շատ է կան, ես միատն եմ ասում, որտեղ ոչ մի բան չի հայտնաբերվել, նույն ձեր այսպես մատնանշած եւ շատ սիրած անվտանգության աշխատակիցներն էլ այսպես տարակուսած ման էին գալի, բادرենք ինչ են պատասխան տալու, բոլորը կան, բոլորը գիտեն, այնպես որ ձեր այդ պնդումները այդպես չի եւ երկրորդը ոչ թե հարցի տեսքով, այլ դուք իմանաք, ես չեմ ասում կորուստները առաջ ինչքան են, հիմա ինչքան են։ Ելույթի ժամանակ կանադառնամ եւ փորձեմ բացատրել իմ բազմամյա փորձով, ինչպես պետք է անել, որ հավելագրման դեպքում չունենաս կորուստների խնդիր, որովհետեւ հավելագրման հետ կապված կա այն խնդիր, հանձնաժողովի անդամները կհասկանան ինչ եմ ասում։ Այդ ինֆորմացիան էլ է բացարձակ սուտ, ճշտեք։ Ցանցեր կան, որտեղ որևիցե բան չի հայտնաբերվել։ Հիմա հաջորդ հարցը։ Կներեք, պարոն Ղազարյան, խնդրում եմ որակավորներ չտալ խոսքի մեջ, սուտա, ճիշտա, մենք ներողություն, ես հենց դրա եմ ուզում ասել, երբ որ դուք նախագծում ձեր կողմից ղեկավարվող հանձնաժողովը գրում են այդպիսի այսպես դաշնական աստվածաշնչյան ճշմարտության տեքստեր, հաշվի առնելով, որ
համակարգված է, դիտավորությամբ է եւ այլն, խնդրում եմ այդ բառերով պատրաստել եք նաեւ հակառակի։ Չի կարելի անել մի բան, բայց վիրավորվել դրա հակառակ կողմի հարաբերած ավելի փոքր մասշտաբով։ Այնպես որ ես ինչ ասում պատասխան եմ տալի եւ միշտ ինչ ասել եմ պատասխան եմ տալի։ Այն դուք ձերց եք մնում որակավորումները։ Դուք նախագծի մեջ բարերար մարդուն արատավորելու ձեր սևացնելու դժոխք է։ Այսինքն ձեզ կարելի է նշել համակարգված է եղել, ձեզ կարելի է նշել որ դա դիտավորյալ է եղել, մյուս է եղել, չի կարելի նշել որ բացայից սուտ է, դա չեմ ուզում բանավեճի մեջ մտնել։ Ղեկավար կազմի կողմից ցուցումներով կոնկրետ կորուստները նվազեցնելու նպատակով համոզված եմ ցուցմունքներ կլինեն, համոզված եմ կլինեն այդպիսի այսպես կոչված ումամար ղեկավար, ումամար ոչ ղեկավար, չկնենք այդ հաստիկային ղեկավար կարգավորների մեջ։ Ուղիղ հարց, որպեսզի մեր ազգաբնակությանը պարզ լինի, որովհետև այստեղ այնպես խորամանկ է գերած այդ ամեն ինչը, ղեկավար կազմի, ես եղել եմ վերջի գլխավոր տնօրեն։ Այսինքն ԺՊ գլխավոր տնօրենի պարտականություններով։ Այս մասով եղել եմ իրացման տնօրեն 6 տարի, աշխատել եմ դեր հետ միասին։ Տարբերել այսպես մեմեր են հյուսում, ես ինչ պայմաններ եմ դրել աշխատակիցների առաջ, ինչ քիչ բաներ եմ ասել այսպիսի բաներ անողների։ Հիմա ուղիղ պատասխան, ակնկալում եմ շատ ուղիղ անուններով պատասխան։ Ովքեր են այդ ղեկավարները, որոնց ցուցումով կատարվել են այդ մեքենայությունները, ուզում եք անունը դրեք կոռուպցիա, ուզում եք դրեք աշխարհամենայնի հանցագործություն։ Խնդրում եմ փաստերով անուններով։